Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հուլիսի 22-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր մենք կխոսենք մի քանի թեմաներից, կշոշափենք, կուսումնասիրենք Իլհամ Ալիևի Ադրբեջանի նախագահի այցելությունը Գերմանիա, շատ ուշագրավ այնտեղ ինքը հայտարարություններ արեց, ստորագրեց կարևորագույն հռչակագիր, բայց գլխավոր սենսացիոն լուրը նա է, որ ինքը բարի բուն իմաստով բոքսեց Ռուսաստանին։ Ինքը ասեց, որ Ռուսաստանը չի կարող մատակարարել նավթը իր գործընկերներին։ Բացատրեց ինչու, այս հայտարարության հետ կապված մենք պետք է զրույցենք անպայման։ Շատ հետաքրքիր քայլեր արվեց Գերմանիայում Ալիևի կողմից Ռուսաստանի դեմ։ Ես պետք է ասեմ, որ այսօր մի փոքր ուզում եմ քննարկել, գիտեք, ինչ տիպի հարցեր։ Դիվանագետների հետ կապված։ Վերջի ժամանակներս հաճախ են դեպքեր, երբ որ այս կամ այլ երկիրը այլ երկրի դիվանագետների դեմ իր երկրում հավատարմագրված անում են ուժային քայլեր, ձերբակալում են, չգիտեմ ինչ են անում, ու այս տենդենսը իրոք վտանգավոր տենդենս է ամբողջ աշխարհի համար, դա նշանակում է, որ Վենայի կոնվենցիան 1961 թվի կահում է, չի աշխատում, այդ օրինակները կբերենք։ Այս օրինակներից նաև մենք լավ կհասկանանք, որ երկրների հետ ունեն խնդիրներ, խնդիրներ։ Խոսքը չի գնում միայն այն երկրների մասին, ովքեր պատերազմի մեջ են իրար դեմ։ Ու ներքին քաղաքականության հարցերից նորից ես ուզում եմ անդրադառնալ, ստեղ լուրջ զարգացումներ են։ Օգոստոսի 2-ին կլինի առաջի անդրանիկ նիստը նոր գումարման ազգային ժողովի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր տպեց վերջնականորեն հաստատված մեր ազգային ժողովի անդամների անունները։ Մենք հիմա ունենք ազգային ժողով, որը ձևավորված է 105 падգամավորից ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը տպեց մեր падգամավորների անունները։ Միաժամանակ ընդդիմադիր ուժերի դեմ շարունակվում է մեծ process, քրեական գործեր են հարուցվում, առանձին դեպքերում իրանք կալանավորվում են, առանձին դեպքերում process-ները շարունակում են գնալ, նոր եւ նոր մարդկանց, ովքեր նաեւ այդվում անցան այս ազգային ժողով, այդ մարդկանց դեմ սկսվում են քրեական գործեր հարուցվել ու դատախազությունը մտնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով, մի քիչ ավելի հետո պետք է մտնի ազգային ժողով, այս падգամավորներին անձեռնմխելությունից զրկել, ինչ որ մեծ process է գնում, որի մասին անպայման այսօր մենք պետք է խոսենք։ Դա ինչ է նշանակում, ինչի է մեզ տանում, ինչ կոնով դա կարևոր է։ Ուրեմն ուզում եմ սկսել Գերմանիա-Ադրբեջան հարաբերություններից։ Իլհամ Ալիևը բավական էֆեկտիվ օգտագործում է պահեր։ Պատերազմը Միացյալ Նահանգների Իրանի դեմ, Հորմուզի նեղուցի փակելը, հիմա պարզվում է Կարմիր ծովում էլ հութիները ստեղծում են խնդիրներ, ուրեմն ծովային ճանապարհները վատ են աշխատում, ուրեմն ցամաքային ճանապարհների դերը էլ ավելի կմեծանա, ու ստեղ Ադրբեջանը նաև ուզում է իր տեղը ուժեղացնել։ Գերմանիայի այցելությունը Ալիևի պարզը գլխավոր նպատակը նա էր, որ ուժեղացնի Ադրբեջանը իր դիրքերը Եվրոպայում, առաջի հերթին գազի, նավթի ոլորտում, ու Գերմանիայի վարչապետի հետ հանդիպելիս քննարկեցին տարբեր հարցեր, ու ամենակարևորը Գերմանիայի վարչապետի հետ Իլհամ Ալիևը ստորագրեց հռչակագիր։
համագործակցության մասին, որտեղ որ գլխավոր մասը հենց տնտեսական համագործակցություն, էներգետիկայի ոլորտի համագործակցություն, գազի, նավթի մատակարարում Գերմանիային եւ Եվրոպային ակտիվ աշխատում է Ադրբեջանը։ Մյուս կողմից հանդիպան ժամանակ նախագահի հետ Իլհամ Ալիևը նախագահի հետ Գերմանիայի Ֆրանկ Շտայնմայերի հետ ոչ միայն քննարկեցին իրանք տնտեսական հարցերը, նաև քննարկվեցին այլ հարցեր, անվտանգություն, խաղաղություն հարավային Կովկասում։ Ուստեղ է, որ Գերմանիայի նախագահան ուշադրություն դարձրեց Ալիևին, որ պետք է ավարտել խաղաղության պայմանագիրը, ավարտել այդ խաղաղության պայմանագիրը վերջնականորեն ստորագրել։ Իլհամ Ալիևը պարզ է ինքը հասկանում էր, որ Գերմանիայում ինքը պետք է խոսի հայ ադրբեջանական հարաբերությունների մասին, որ գնում է process-ը, պարզ է Եվրոպայի համար դա շատ կարևոր է, Եվրոպան ինչ է ասում, Ադրբեջան մենք կփակենք մասամբ մեր աչքերը այն վիճակին մարդու իրավունքների, որը կա Ադրբեջանի ներսում, քանի որ ճգնաժամ է, գազի հետ կապված եւ այլ, մենք ձեզ հետ կհամագործակցենք, բայց խաղաղության հարցով դու պետք է ավարտեք այդ process-ը խաղաղության Հայաստանի հետ, որ կայուն խաղաղություն պետք է լինի։ Ու Ալիևը դա հասկանում է։ Դա է պատճառը, որ Ալիևը խոսեց իր ելույթում պրես կոնֆերանսի ժամանակ պարոն Մերցի Գերմանիայի կանցլերի հանդիպումից հետո պրես կոնֆերանսում Իլհամ Ալիևը խոսեց դրա մասին, որ համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գնում է, կոնֆլիկտը ավարտված է, հիմա մենք համագործակցում ենք, Ադրբեջանը ուղարկում է Հայաստան բենզին եւ դիզել, դա նշանակում է, որ էներգետիկ անվտանգության հարցում Ադրբեջանը իր լուման ապահովելու էներգետիկ անվտանգությունը Հայաստանի ապահովում է, բացի դրանից ինքը ասեց, որ մենք մեր տարածքը տալիս ենք, որ բեռները Հայաստան մտնեն անխոչնդոտ, օրինակ Ռուսաստանից բեռները մտնում են Հայաստան նաև Ադրբեջանի երկաթգծով, դուք բոլորը գիտեք։ Պարզ է ինքը այդ ամեն ինչը օգտագործեց։ Իր օգուտ իրանց։ Ինքը ասում է, տեսեք, մենք համագործակցում ենք, դուք գերմանացի, եվրոպացի կուզում եք, որ երկխոսություն Հայաստանի հետ լինի, որ խաղաղությունը հաստատվի, խաղաղություն լինի Հարավային Կովկասում, տեսեք, մենք ունենք մեր լուման։ Բայց ել ավելի ուժեղ քայլ արեց Իլհամ Ալիևը։ Ինքը շատ լավ հասկանում է, որ Եվրոպայում ուղղակի դժգոհ են լրջագույնս Ռուսաստանի քաղաքականությամբ ատելության հասնող դժգոհություն է Եվրոպայում Ռուսաստանի քաղաքականությունից ու ինքը բոքսեց ուղղակի օգտագործում եմ այդ բառը բոքսեց Պուտինին ինչ ասեց Իլհամ Ալիևը իր ելույթում Գերմանիայում ինքը ասեց որ Ռուսաստանը ունակ չի ապահովել իր գործընկերներին նավթով ինչու չի կարող ապահովել քանի որ Ուկրաինան ոչնչացնում է նավթը մշակմանը համալիրը Ռուսաստանի, գործարանները Ռուսաստանի նավթամշակման ոչնչացնում են, դա է պատճառը, որ Ռուսաստանը չունի այն քանակը այսօր նավթի, որով ինքը կկարողանա պատշաճ ձևով մատակարարել նավթը իր գործընկերներին, իր հաճախորդներին։ Հուշկու հարված էր դա։ Ավելին, Իլհամ Ալիևը ասեց, գիտեք, որ մենք կարող ենք փոխարինել այս հարցում Ռուսաստանին։ Մենք կարող ենք ապահովել նավթով Եվրոպան։ Միայն թե մեզ աջակցեք։ Մեր նավթամշակման համալիրին աջակցեք, ներդրումներ արեք, որ մենք կարողանանք ավելի շատ նավթ արտադրել, արտահանել։ Ես պետք է ասեմ, որ պարզ է, որ այն նավթը, որը ունի Ռուսաստանը, քանակը, մասշտաբը շատ ու շատ ավելի մեծ է Ադրբեջանի, բայց դա էլ ուժեղ քայլ էր, քանի որ Ռուսաստանի դեմ Եվրոպան լարված է ու ցանկացած քայլ, որը ուղղված է նաև Ռուսաստանի դեմ, ողջունում են Եվրոպայում։ Ինչը շատ հասկանալի է, Ռուսաստանը տանում է Ուկրաինայի դեմ պատերազմ, բայց բոլորը հասկանում են միամիտ մարդ չկա, այդ պատերազմը նաև Եվրոպայի դեմ է։
անընդհատ սադրանքներ Բալտյան երկրների դեմ, Լեհաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, բոլորը հասկանում են ինչու մասին է գործը։ Ուստեղ շատ լուրջ քայլ արեց Ադրբեջանը։ Քննադատեցին Ռուսաստանը, ասեցին, որ Ռուսաստանը ունակ չի կարող արտահանել բավարար ձևով նավթ, քանակությամբ նավթ։ Այսա շնորհակալությունը Իլհամ Ալիևի Պուտինին։ Պուտինը նվիրեց Ղարաբաղը Իլհամ Ալիևի, հույս ունենալով, որ Իլհամ Ալիևը կլինի իր համար վստահելի գործընկեր, որը միշտ թիկունք կանգնի, Իլհամ Ալիևն էլ թիկունքից հարված հասցրեց։ Այս գինը Ռուսաստանի քաղաքականության սխալների Հարավային Կովկասում, այն գինը, որը հիմա փոխհատուցում է Ռուսաստանը, նրա պատճառով, որ դավաճանեց Ղարաբաղի հայերին։ Մի քանի օրինակներ բերեմ դիվանագետների դեմ արված քայլերից տարբեր երկրներում։ Օրինակ Մոլդովայում իրոք լարված վիճակ է Մոլդովայում Ռուսաստանի դեմ ուղված, նաև այդ թվում լարված են շատ միջ արտգործ նախարարությունների հարաբերությունները Մոլդովա-Ռուսաստան։ Անընդհատ Մոլդովան սպառնալիքի տակ է, որ Ռուսաստանը ուժ կկիրառի։ Բացի դրանից Ռուսաստանի դիվանագետները ոնց Եվրոպայում իրանց բավական լկտի պահում են, նույն ձևով լկտի պահում Մոլդովայում, ու Մոլդովայի պատկան մարմինները ձերբակալեցին եւ Մեքեդան, որը պատկանում է Ռուսաստանի դեսպանատանը Կիշինյովում, եւ ձերբակալեցին մի քանի աշխատողների են այդ դեսպանատան։ Ռուսաստանը պարզը բողոքի նոտ տվեց, կանչեց Մոլդովայի դեսպանին Մոսկվայում արտգործ նախարարություն, ասեց, որ մենք հայլային պատասխաններ կտանք, սկսեցինք սպառնալ, բայց ես պետք է ասեմ, որ այդ երևույթները կան նույնիսկ այն երկրներից, որոնք դեպի ժողովրդավարություն են գնում, քանի որ Մոլդովայում ուսումնասիրում են ու տեսնում են, որ ռուսական դիվանագետները ռուսաստանցի եւ աշխատողները դեսպանատան բավական առանձին դեպքերում լկտի են իրանց պահում Մոլդովայում։ Հնդկաստանը կանչեց Ռուսաստանի դեսպանին ու քննադատեց, ինչի հետ է դա կապված, դուք գիտեք, Սև ծովում փոխադարձ լուրջ հարվածներ են, Ուկրաինան հարվածում է այն լցանավերը, որոնք Ռուսաստանի նավթն են դուրս բերում կամ ծորենը, հակառակը Ռուսաստանը անում է Ուկրաինայի նավերի դեմ այն լցանավերի, ովքեր դուրս են բերում օրինակ ծորենը Ուկրաինայի Սև ծովով փոխադարձ հարվածներ հիմա գնում են ու պարզվեց, որ մի նավ, որը ռմբակոծեց Ռուսաստանը, այդ նավում 10 հնդիկ աշխատում էին ու 10-ից 4-ը Հնդկաստանի քաղաքացի զոհվեցին, Հնդկաստանը կանչեց պրոտեստի նոտա, բողոքի նոտա տվեց Ռուսաստանի դեսպանին Հնդկաստանը։ Ֆրանսիան պարբերաբար բողոքում է եւ Ֆրանսիայի արտգործ նախարարություն կանչում են Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին, բողոքի նոտան այս անգամ կախված է նրա հետ, որ Ռուսաստանը կիբեր հարձակումներ ակտիվ օգտագործում է Ֆրանսիայի տարբեր պետական ինստիտուտների դեմ, ավելին Ֆրանսիան նաև պրոտեստի նոտա ուղարկեց Իրանին, դա կապված է նրա հետ, որ Իրանում Ֆրանսիայի 2 դիվանագետին ձերբակալեցին, 2 օր պահեցին բանտում, հետո նոր ազատեցին, դու գիտեք, այդ բոլոր քայլերը ուժային դիվանագետների դեմ շատ ցավոտ են ընդունվում, մյուս կողմով բացի դրանից դա հակասում է Վենայի կոնվենցիային, հիշում եք 1961 թվի դիվանագիտական այդ եւ դեսպանատների հյուպատոսությունների աշխատանքի հետ կապված այդ Վենայի կոնվենցիան, տեսակ
պետությունները non grata մեխանիզմից անցանկալի անց հայտարարելու մեխանիզմից պետությունները անցան ուժային քայլերի դիվանագետների դեմ։ Դա վատ լուրեր են, քանի որ դա էլ ավելի լարում է իրավիճակը աշխարհում։ Ես պետք է ասեմ, որ հութիները, երբ որ հայտարարեցին, որ Կարմիր ծովում թույլ չեն տա, որ անցնեն լցանավերը Սաուդյան Արաբիայի, ես պետք է ասեմ, որ Սաուդյան Արաբիան իր նավթը մեծ մասը տեղափոխում է աշխարհ Կարմիր ծովով։ Ու այն, որ հութիները փակում են այդ ճանապարհը, իրոք վատ լուր է ամբողջ աշխարհի համար։ Այս դեպքում ստացվում է, որ ոչ միայն Հորմուզի նեղուցը չի աշխատելու, նաև massամբ կաշխատի Կարմիր ծովը, լավ լուր չի։ Պարզ է, երբ որ Տրամպին հարցրեցին, Տրամպը այս ձևի բաներ անտեսում է, ասում է մենք կպատժենք, կլուծենք հարցը, դե ինքը հակված է ավելի շատ լուծել ուժով հարցերը, ժամանակը ցույց է տալիս, որ այդպես չի, որ լավ է դա ստացվում, բայց ինքը ասում է, չէ, մենք ուժով կլուծենք, հութիները իրանց տեղը կնստեն, բայց Սաուդյան Արաբիան այս սպառնալիքը լուրջ ընդունեց, օրինակ վերջի ժամանակներս այս վերջի օրը Սաուդյան Արաբիայի մի քանի լցանավեր այլ ճանապարհով սկսեցին դուրս բերել Սաուդյան Արաբիայի նավթը ու չգնացին դեպի Կարմիր ծով։ Հիմա ես ուզում եմ անցնել այսօրվա շատ կարևոր, միգուցե գլխավոր հարցին։ Իրոք ձևավորվեց այս նոր ազգային ժողովի կազմը։ Պատգամավորների թիվը ֆիքսված է 105, ֆիքսված են 3 խմբակցություններ, քաղաքապայմանագրի եւ 2 դաշինքների՝ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների։ Այդ 3 ֆրակցիա մենք կունենանք ազգային ժողովում, Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինքները, դուք գիտեք, ես անվանում եմ ռուսամետ ուժեր, էսա պատկերը բոլոր մանդատների համապատասխանով անձինք այս 3 ֆրակցիաների ֆիքսվել են, այդ ցուցակը տպված է, այսօր տպվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ուրեմն մենք ունենք նոր ազգային ժողով ու կնայենք ինչ է մեզ սպասում։ Մենք բոլորս գիտենք, որ շատ սպասելիքներ մենք չունենք, նորից կլինի Նիկոլ Փաշինյանի կուսակցության միջև ու այդ 2 ռուսամետ ուժերի միջև ծանր պայքար, փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ, մենք հասկանում ենք ինչ որակի ազգային ժողով է, բայց պետք է ասեմ, որ քանի որ այս ազգային ժողովը լեգիտիմ է, շատ ու շատ թույլ կողմեր այդ ազգային ժողովի կշտկվեն։ Պետք է ասեմ, որ մեզ մոտ ընդունված էր բոլոր ազգային ժողովի անդրանիկ նիստերում ելույթներով հանդես էին գալիս Հայաստանի Հանրապետության նախագահան եւ մեր վեհապար կատողիկոսը։ Այս անգամ ես կասկածում եմ, որ Գարեգին II հրավիրված կլինի ազգային ժողովի անդրանիկ նիստում այդ բացումը աշխատանքի անի։ Ես չեմ կարծում, որ կատողիկոսը հրավեր կստանա ու կկարողանա հանդես գան այս ազգային ժողովի առջև։ Բայց պետք է ասեմ, որ շարունակում էր գործեր հարուցվել ընդդիմադիր ռուսամետ ուժերի դեմ, տարբեր գործեր, դուք գիտեք, մեծ թվով գործեր են հարուցվում ընտրակաշառքի բաժանման հետ, իրար հետևից նոր եւ նոր գործեր են բացվում, բայց նաեւ բացվում են քրեական գործեր այն падգամավորների նկատմամբ, ովքեր հեսա հոգոստոսի 2-ից կստանան ստացան մանդատներ ու կսկսեն իրենց աշխատանքը։ Այդ մարդկանց դեմ, օրինակ Նարեկ Կարապետյանի դեմ դատախազությունը մտավ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ստանալու համաձայնություն անձեռնմխելությունից զրկել, որ քրեական գործ հարուցեն։ Դուք գիտեք, տեխնացուները ազգային ժողովի ընտրություններին եւ падգամավորները իրենք ունեն անձեռնմխելիության այդ կարգավիճակ։ Ու պարզ է, որ դատախազությունը պետք է մտնի կամ կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց երբ որ սկսի աշխատել ազգային ժողով պետք է մտնի դատախազությունը հայտով, որ թույլ տան
քրեական գործ, որ հարուցվի այդ մարդկանց դեմ։ Հիմա Նարեկ Կարապետյանի դեմ հարուցվում է քրեական գործ, չի ասվում ինչի հետ է կապված։ Մամիկոն Ասլանյան նախկին Վանաձորի քաղաքապետ իր դեմ էլ գիտեք երկար գործեր էին հարուցվել, ինչ որ գործեր փակվեցին, հիմա նոր գործեր են հարուցում։ Մամիկոն Ասլանյանը դարձավ պատգամավոր Ուժեղ Հայաստանի միջոցով, Դավիթ Ղազենյան ինքն էլ դարձավ պատգամավոր հենց Ուժեղ Հայաստան ցուցակով, հիմա իր դեմ էլ ուզում են հարուցել գործել։ Ու եթե Մամիկոն Ասլանյանի դեպքում այդ ինչ որ գործեր են կապված ինչ որ հարցերի, երբ որ ինքը քաղաքապետ էր, ուրեմն ինչքան հասկանում եմ, դա կապված կլինի կոռուպցիոն ինչ որ ռիսկերի հետ, Դավիթ Ղազենյանի դեպքում ինչքան հասկանում եմ, մեղադրանքները ուղղված են կապված ընտրակաշառքների հետ։ Հիմա պարզ է անմեղության կարգավարկած կա միայն դատարանների որոշումներից հետո մենք կարող ենք ասել ով մեղավոր է, ով մեղավոր չի։ Ես տեսնում եմ, որ մեծ թվով գործեր են հարուցվել, ոչ միայն այն մարդկանց, ովքեր հիմա մանդատ կստանան, падգամավոր կդառնան, նաև ընդդիմադիր ռուսամետ ուժերի դեմ շատ ու շատ շարքային մարդկանց դեմ գործեր հարուցվեցին ընտրակաշառք բաժանելու հետ կապված։ Չգիտեմ, որ մասը կհաստատվի, դատարանը որոշումներ կընդունի, որ մասը կձերբակալվի, կկալանավորվի, դատարանի որոշումները նայենք, ես հարգում եմ անմեղության կանխավարկածը, բայց ինչու ես հիշեցնում եմ դա մեծ ինչ-որ պրոցես է գնում, նայենք ինչով այդ պրոցեսը կավարտվի, մենք բոլորս պարզ է ուզում ենք, որ պայքար գնա ընտրակաշառքների դեմ, բայց այնուամենայնիվ բոլորիս համար վերջնական կետը դատարանի որոշումն է։ Այդ դատարանների որոշումներից հետո մենք ելի ամփոփենք այս մեծ արշավը, որը տանում է իշխանությունը։ Ես պետք է ասեմ, որ պարոն Գագիկ Ծառուկյանի դեմ այդ process-ը գնում է, դուք գիտեք, ու չգիտեի, որ պարզվում է, որ շատ ու շատ հետխորհրդային հանրապետություններում կան կոմունիստական կուսակցություններ, դեր գործում են, ասենք Էստոնիա, Լատվիա, Լիտվայի, ես չգիտեի, որ կան կոմունիստական կուսակցությունները, որոնք մինչև այսօր էլ գործում են։ Հայաստանում էլ կա, ազդեցությունը շատ փոքր է, բայց կան այդ կոմունիստական կուսակցությունները, ու ակնհայտ դարձավ, որ կա դաշինք այդ կոմունիստական կուսակցությունների, նաև Ռուսաստանի կոմունիստական կուսակցության, Ուկրաինայի, Մոլդովայի, այդ բոլոր հանրապետությունների, որոնք մտնում էին նախկինում սովետական միության մեջ, ու իրանք բոլորը միասին արեցին հայտարարություն ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Բայց ինձ համար հետաքրքիր է փաստը նա էր, հետաքրքիր, որ պարզվեց, որ նույնիսկ Բալտյան երկրներում կան միջև հիմա կոմունիստական կուսակցություններ։ Նո ազդեցությունը այդ կուսակցությունների շատ թույլ է, բոլորս գիտենք Հայաստանի օրինակով, բայց արեցին ի պաշտպանության Գագիկ Ծառուկյանի արեցին հայտարարություն։ Ես պետք է նաև ասեմ, որ ուժեղ Հայաստանի առաջնորդ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ինչ-որ տրակտորներ կառնեն, կաջակցեն մեր գյուղացիներին, ու ինչքան հասկանում եմ, այս սելխոզ գյուղատնտեսական տեխնիկան կբերվի Ստեփանավան, եթե չեմ սխալվում։ Բայց գլխավոր միտքս ինչու՞մ է, գիտեք, ես ճիշտը ձեզ ասեմ, որ մարդիկ, ովքեր անցան ազգային ժողով, էտել ընդդիմադիր դաշտից, ռուսամետ ընդդիմադիր դաշտից, պետք է հասկանան, որ իրենք պետք է զբաղվեն քաղաքական հարցերով։ Իրենց մարդիկ չեն ընտրել դրա համար, որ իրենք ասենք տրակտոր բերեն։ Այն աջակցությունը, որը տալիս են մեծենատները, նաև այդվում արվելա նույն Սամվել Կարապետյանի կողմից, այդ ոչ մի կապ չպետք է ունենա քաղաքական դաշտի հետ։ Ուրեմն պետք չի այդ հարցերը հիմա առաջ բերել ու կապել կոնկրետ անունների հետ մարդկանց, ովքեր մանդատ ստացան, քաղաքական դեմքեր են դառնում։ Քանի որ մենք ինչքան էլ ես քննադատեմ
ռուսամետ ուժերը ու կքննադատեմ ու կշարունակեմ, ինչքան էլ չլինի, իրանք անդիմադիր են, իրանց դերը շատ կարևոր դեր է ազգային ժողովում։ Նու գոնե դասական պարլամենտերում անդիմադիրների դերը շատ կարևոր են, անընդհատ լարվածության մեջ պայել իշխանություն, անընդհատ հարցեր բարձրացնել, ու այդ տեղը չի բարեգործության, հասկանում եք։ Ուրեմն ես ավարտեցի իմ ելույթը, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, որ մեր YouTube-յան ալիքը ավելի էֆեկտիվ տարածվի ու զարգանա։ Մինչ նոր հանդիպումներ։